երբ որ խոսում ենք մարդու տրանսֆորմացիայի մասին, պոստմոդեռնիզմի եւ մոդեռնիզմի շեմին, այստեղ մեծապես կարևորվում են այն մարդիկ, այն տաղանդավոր գրողները եւ նաեւ արդեն փիլիսոփաները, երևի դա անխուսափելի է, որ այսուհետ գրողական արվեստը դադարում է լինել ստեղծագործություն եւ իր մեջ ամփոփում է նաեւ փիլիսոփայություն։ Այն գրողները, որոնք կարողացել են իրենց երիտասարդությունը, մանկությունը սկսել մոտապես 20-ական, 30-ական թվականներին եւ ավարտել 60-ական, 70-ական թվականներին, վերցնելով ստեղծագործական այդպիսի լայն դիապազոն, նրանք էլ հենց կարողացել են կողմնորոշվել դարաշրջանի տրանսֆորմացիայի եւ նոր մոդիֆիկացիաների մեջ եւ ամենահետաքրքիր ֆիգուրը այդ համատեքստում դառնում է Aldous Huxley-ն, մասնավորապես The Brave New World հրաշալի անմեկնելի կախարդական աշխարհ վեպով, որտեղ Aldous Huxley-ն փաստորեն դրեց հասարակության աստիճանական փոփոխության հարցը։ 62 թվին ինքը ելույթ ունեցավ Բերկլիում եւ ասաց, որ ինքը զարմանում է այն կանխատեսումների վրա, որ ինքը արել է 30-ական թվականներին գրված իր վեպում։ Քանի որ հասարակությունը մտել էր նոր փուլ, պատերազմների, կոգնիտիվ դիսոնանսի, մարդու տեղի եւ դերի հստակեցումից հետո մարդկությունը մտել էր այլևս սպառողական հասարակության փուլ։ Դա պայմանավորված էր երկու գործոնով, առաջին ավելի սոցիալական օբյեկտիվ գործոններ, քիչ թե շատ թևակողել էին խաղաղ դարաշրջան, ետպատերազմական դարաշրջանը, եւ երկրորդը այն էր, որ մարդկությունը վերջապես հասել էր ինքնաբավության այն աստիճանին, այսինքն քիչ թե շատ ճանաչել էր ինքս ինքը եւ այդ ճանաչումից հետո արդեն խնդիր էր ունենում այսպես կարճաժամկետ էգզիստենցիալ մարդակենտրոն գոյությունից որևէ բան հանելու եւ ցավոք այդտեղից մարդկությունը ցավոք ասում եմ համաձայն Huxley հանեց սպառողական կոնցեպտը։ Սպառողական կոնցեպտի էությունը շատ պարզ է։ Հիմա եւ այստեղ այդ նույն կոնցեպտին է պատկանում նաեւ այսպես կոչված գեշտալտ թերապիան, հա։ Երբ որ դու անում ես ամեն բան հիմա եւ այստեղ եւ ստանում ես ինչ որ ուզում ես հենց հիմա եւ հենց այստեղ ու մտնում ես հասարակության զարգացման մոդեռնիզացիայի մի շատ խաղաղ փուլ։ Դա ավտոմատիզմի փուլն է, երբ որ դու զոհաբերում ես քո մարդկային, քո աստվածային եսի կոնցեպտուալ հիմքերը մեքենային։ Այդ զոհաբերությունների համակարգը կար։ Սկզբում զոհաբերում էին Աստծուն, հետո զոհաբերում էին մարդուն, հետո զոհաբերում էին հոգուն, գիտելիքին, ինֆորմացիային։ Հիմա արդեն եկավ մեքենայացման փուլը, որը Aldous Huxley-ն անվանեց Fordism, այո, որովհետև Ford-ը իրոք այդ կոնվերային սիստեմի ստեղծմամբ մարդուն դարձրեց կոնվեյերի կցորդ։ Այսինքն այսուհետ մարդը ինքը արհեստագործ չէր, ինքը նկարիչ չէր, ինքը ստեղծագործող չէր, ինքը մի ֆունկցիայի, մի ընդհանուր հարահոսի այդ կոնվեյերի բաղկացուցիչ մաս էր, ինչպես կասեին ռուսները, վինտիկ։ Եվ ահա այդ վինտիկի մեջ Aldous Huxley-ն տեսավ մարդկության կործանումը, որովհետև այդ մեքենայացման մեջ, այդ տրանսֆորմացիոն գործընթացի մեջ մարդը դադարում է լինել ուղղահայաց տրանսցենդենտալ էակ, դառնալով զուգահեռ տրանսցենդենտալ էակ, բացատրեմ դրա տարբերությունները, այսինքն երբ որ դու ուղղահայաց տրանսցենդենտալ ես, դու քո բոլոր կապերը կապում ես ավելի վերին գաղափարի հետ, ինչպես ուզում եք դա կոչեք, ուզում եք կոչեք դա Աստված, ուզում եք կոչեք դա իդեա, կոսմոս, աբսոլյուտ դա նշանակություն չունի։ Դա մարդու ինքնահաղթահարումն է այդ ճանապարհին, եւ զուգահեռ տրանսցենդենցիան դա ուղղակի ծառայելն է, այսինքն հասարակությունը ամեն կերպ մեքենայական հասարակությունը խրախուսում է զուգահեռ տրանսցենդենցիան, երբ որ դու հրաշալի կատարում ես քո պարտականությունները, երբ որ դու ճիշտ ժամանակին գալիս ես աշխատանքի, երբ որ դու գիտես քո կորպորատիվ կոդը, դու, այսինքն դու այն լավ աշխատող մեքենայական պտուտակն ես, բայց այ ուղղահայաց տրանսցենդենցիան, որ ենթադրում է, որ դու պետք է մտածես քո տեղի եւ դերի կյանքում Աստծո
սատանայի մարդու գոյության հարաբերակցության մասին, այդ դա կատարելապես պատժվում է եւ ահա Aldous Huxley-ն ստեղծում է մի երկիր դիստոպիան, որտեղ ամեն մեկը ծրագրավորված է ծննդյան հենց պահից։ Այսինքն տեսեք ինչ է, եթե դու ստեղծագործող ակտը մարդուց հանում ես, դու պետք է նաև բացառես մարդու ստեղծագործման միստիկան, այսինքն երբ որ հայտնի չի թե ինչպիսի տղամարդու եւ ինչպիսի կնոջ միացման արդյունքում ինչ ունիկալ էակ կծնվի եւ ամեն անգամ այդ էակը կանխատեսելի չէ փրկչից մինչև անտիխրիստ դու չես հասկանում թե ում դու կտեսնես եւ հասարակությունը սարքում է կանխատեսելի էակներ իրենց դիվերսիֆիկացիայով ալֆաներ, բետաներ, գամաներ, դելտաներ, իպսիլոններ, որտեղ ալֆաները գեներացիա են անում տեխնոլոգիաներ, ոչ գաղափարներ, ուշադիր եղեք, բետաները դրանք կատարում են, դելտաները մշակում են կատարվածը, գամաները ավելի սևագործ աշխատանք են անում եւ այդպես շարունակաբար։ Իդեպ եթե նայենք մենք ժամանակակից հասարակության մոդելին, մենք կտեսնենք թե 30-ական թվականներին որքանով էր Huxley-ն ուղղակի միստիկորեն, արարչագործորեն կանխատեսող, որտեվ այո, մեր հասարակությունը ծրագրավորվում է համաձայն ֆունկցիաների, այդ տրանսցենդենտալ զուգահեռ կապերի մեջ, այս հիմա եւ այսօր սպառման հոգեբանության մեջ սկսում է բացառվել միտքը, որովհետև միտքը դա միայն մի բան է, մտքի գործունեությունը, հա, մտքի այդ աշխատանքը, մտքի ֆիքսացիան, դա մի բան է, որ բացառված է, որ լինի այստեղ եւ հիմա։ Միտքը անպայման մի բան է, որ պետք է հենվի անցյալի վրա, գա ներկայակետին, գնա դեպի ապագան, այսինքն ինքը այստեղ եւ հիմայի պահ բացառում է եւ այդ ստեղծագործական արարչական ակտը արգելված է իդեալական երկրում, որտեղ որևէ մարդ դժբախտ չի։ Բոլոր մարդիկ երջանիկ են։ Ինչու են երջանիկ, որովհետև ստեղծված է իդեալական նարկոտիկ, իդեալական նարկոտիկը դա սոման է, այդպես է անվանում Aldous Huxley-ն ինքը իր դերվում ասում է, դե իհարկե ես գիտեի, որ նման նարկոտիկ չկա, ուղղակի անունը դրեցի, այդ սոման իհարկե կապ ունի մարմնական ֆունկցիաների հետ, դա այն նարկոտիկն է, որը մարդուն անջատում է իր հիմնական մտածմունքից։ Մարդը մի հիմնական մտածմունք ունի։ Ինքը մահկանացու է եւ ինքը պիտի մեռնի եւ այդ մտածմունքը տարբեր փիլիսոփայությունների, տարբեր երկերի եւ տարբեր գործողությունների ձևով շատ լավ ֆիքսված է ողջ եվրոպական մտքի պատմության մեջ։ Եվ ահա Aldous Huxley-ն ուզում է ցույց տալ, թե ինչպիսին կլինի մարդկությունը, որին կտրել են մահանալու մտքից։ Այդպիսի մարդկություն մի անգամ ճշգրտորեն պատկերել է Ջոնաթան Սվիֆտը իր Գուլիվերի ճանապարհորդությունները վեպում, երբ որ միտեղ Լապուտոյում հանդիպում է մեր ճանապարհորդը անմահների, ստուլբրուկների, որոնք անմահ են, բայց որոնք ոչինչ չեն հիշում։ Այսինքն ոչինչ չեն հիշում եւ նույնիսկ չգիտեն, որ իրենք անմահ են, որովհետեւ մարդկության համար կա անմահության միայն այդպիսի ստորացուցիչ տարբերակ, որովհետև հենց որ դու արդեն թևակողում ես անմահության շեմը, դու երկու տարբերակ ունես, դու կամ աստված ես, կամ ստեղծագործող էակ։ Անմահության ուրիշ շեմ չկա, երրորդ շեմը չկա անմահ լինելու։ Եվ ահա մահվան միտքը հասարակությունից հանված է ծանր հիվանդությունների միտքը, որտեղ ոչ մի հիվանդություն չկա։ Եվ կարևորը մահվան մեջ մցրած է կանխատեսելիության մի գործոն։ Բոլորը մահանում են 60 տարեկան։ Այստեղ Aldous Huxley-ն դնում է այն հարցը, որ երբ որ մարդկությունը ապրում է բարեկեցության, երջանկության, ճակերտավոր, հա, այսպես ֆիզիկական, տրանսցենդենտալ, հորիզոնական երջանկության մեջ, նրա մոտ ինքնագիտակցումը անհնար է։ Եվ ինքը Aldous Huxley-ն ասում է, որ մենք գտնվում ենք մեր ժամանակակից հասարակությունը նոր հիպնոսի ազդեցության ներքո, մենք ահավոր պորցիաներով կլանում ենք հեռուստատեսություն, ահավոր պորցիաներով կլանում ենք
ալկոհոլ, ծխախոտ, այսինքն այն բոլոր բաները, որոնք կազմում են հավաքական սոմա, որոնք շեղում են մեր հիմնական մտքից եւ ահավոր պորցիաներով ժամանակակից հասարակությունը, մանավանդ Օլդոս Հաքսլի սեքսուալ հեղափոխությունից հետո կլանում է սեքսուալ հարաբերություններ որպես մի յուրատեսակ շեղող գաղափար։ Եվ այդ սեքսուալ հարաբերությունների իլյուստրատիվ երկխոսության մեջ կա մի հիանալի հրաշալի երկխոսություն, այսպես սիտուացիա է ստեղծում Օլդոս Հաքսլին, վայրենին եկել է ռեզերվացիայից եւ Լինայնան սիրահարվել է վայրենուն եւ ուզում է անհապաղ սեռական միակցություն, համակցություն, որպեսզի համաձայն իր դիստոպիայի կանոնների միանգամից անցնի հորիզոնական տրանսցենդենցիայի, վայելքը եւ հաճույքը նրան հասանելի լինեն եւ վերջ, բայց տեսեք հիմա հորիզոնական տրանսցենդենտալ Լինայնան հանդիպում է ուղղահայաց տրանսցենդենտալ մեկին, որը վայրենի է, ճակերտավոր դիստոպիա հասարակության համար ինքը վայրենի է։ Ինքը կարդացել է Շեքսպիր, ինքը կարդացել է տարբեր գրքեր, որոնք արգելված են այդ հասարակության մեջ, բոլոր գրքերը, թե կրոնական, թե գրական, թե ստեղծագործական, բոլորը արգելված են հասարակության մեջ, եւ եթե մեկը փորձում է այդ գիրքը կարդալ, նրան անմիջապես աքսորում են միայնակ կղզի, այսինքն ինքը գնում է եւ մի քանի տղամարդկանց եւ կանանց հետ թողնում են, որ գրքերը կարդա ինչքան ուզում է, եւ երբ որ այդ վեպի հերոսներից մեկին ասում եմ, քեզ կաքսորեն կղզի, ասում եմ գրքերի հետ, Շեքսպիրի հետ, ես համաձայն եմ գնալ ցանկացած կղզի, ասում եմ, որտեղ ես չեմ ուզում ապրել մի տեղ, որտեղ տիրում է բացարձակ անմտություն։ Եվ իրոք Օլդոս Հաքսլին ստեղծում է մի խորհրդանշական պատկեր, երբ որ մարդը հայտնվում է իր իսկ ստեղծած միայնակության կղզում։ Երբ որ դու արդեն մտնում ես ուղղահայաց տրանսցենդենցիայի մեջ, այսինքն սկսում ես կապ ունենալ որոշակի վերին գաղափարի հետ, դու անխուսափելիորեն տեղափոխվում ես կղզի, զուր չի այդքան շատ են վերածննդից հետո կղզիների սիմվոլիկաները տարբեր պարագաներում արևմտյան գրականության մեջ։ Եվ վերադառնալով երկխոսությանը, Ջոնը եւ Լինայնն իրար հետ խոսում են, ասում են, իսկ մենք չենք կարող հիմա իրար հետ միասին լինել։ Ասում եմ, գիտեք ինչ, ես կերազեի, որ ձեր վրա հարձակվեր առյուծը։ Եվ ես ձեզ փրկեի այդ առյուծի ձեռքից։ Սպառման հասարակության ներկայացուցիչը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչ կապ ունի տվյալ պայի հաճույքի հետ, ինչ որ մի փրկարար առյուծի գաղափարը կամ մի մյուս երկխոսությունը, ասում եմ, կամ ես կուզենայի մաքրել ձեր հատակը, եւ աղջիկ ասում եմ, բայց կան հատուկ ծառայողներ, աշխատողներ եւ փոշեցուցիչներ, որոնք այդ ամենը կատարում են։ Այդ երկու մարդիկ խոսում են բացարձակ տարբեր հարթություններում։ Մեկի հարթությունը ուղղայաց է, մյուսինը հորիզոնական։ Եվ ակնհայտ է, որ ահա այդ խաչաձևման մեջ ստեղծվում է նոր սիմվոլիկա մարդու, որը հնարավորություն չունի գնալու դեպի վերև։ Դրա համար նոր հասարակության խաչը, նոր հասարակության կրոնական սիմվոլը, այն խաչն է, որի վերնամասը հատված է, տեյաձև մի սիմվոլ է, որ մարդիկ կախում են իրենց վզներին, որովհետև նոր մեքենայացված հասարակությունը հասկանում է, որ կրոն հասարակությանը պետք է, աստված հասարակությանը պետք է, որ արքիեպիսկոպոս հասարակությանը պետք է, այսինքն ատրիբուտ հասարակությանը պետք է, բայց այն մտածել հասարակությանը պետք չէ, ինչպես նաև պետք չէ տառապել, որովհետև միայն տառապանքն է ճանապարհ դեպի ինքնագիտակցություն։ Այսինքն ինչքան էլ դա ցավալի լինի, ինչքան էլ դա այսպես վիճարկելի լինի, բայց ստացվում է այնպես, որ հասարակությունը ուրիշ ճանապարհ չունի դեպի ինքնագիտակցում, այլ քան տառապանքը։ Եվ ահա այդ մտածելու, տառապանքի, սիրելու մեջ հարց է առաջանում, թե վերջի վերջո կա սեր տառապանքից այն կողմ, եւ Օլդոս Հաքսլին դրա պատասխանը հրաշալի տալիս է։
Սեր տառապանքից այն կողմ չկա եւ տառապալից սիրո մեջ բացահայտվում է սիրո էությունը։ Աստված մտածելուց այն կողմ չկա եւ մտածելու մեջ բացահայտվում է Աստծո էությունը։ Ընդհանրապես ինքը Aldous Huxley-ն անցել է շատ հետաքրքիր ճանապարհ, որ տիպական է բոլոր, հա, անգլո-ամերիկյան այդ մոդեռնիստ ավանգարդիստների համար ցինիզմից, մոդեռնիզմից, ավանգարդիզմից դեպի կրոնական միստիցիզմ, որովհետև եւ Aldous Huxley-ն է անցել այդ ճանապարհը, եւ Էլիոտն է անցել այդ ճանապարհը, եւ շատ շատերն են անցել այդ ճանապարհը, շատ հաճախ ասում են, որ պայքարը պատերազմի դեմ է, պայքարը մասսայական սպանդի դեմ է, բնավ։ Պայքարը հենց այն ավտոմատացված, մեքենայացված, անշունչ հասարակության դեմ է, որի վտանգները, ասում եմ, ապշեցուցիչ կերպով կարողացել է տեսնել, կանխատեսել եւ զարգացնել Aldous Huxley-ն։ Կարող ենք տեսնել բազմաթիվ զուգահեռներ։ Նո ազատ սեռական հարաբերությունները արդեն մենք նշեցինք, նարկոտիկները մենք արդեն նշեցինք։ Մենք նշեցինք նաեւ այն, որ ծնող եւ երեխա հարաբերությունների մեջ խզում է առաջանում, բայց եթե էգզիստենցիալիզմը, օրինակ, այդ ծնող եւ երեխա, ծնող Աստված, ծնող մարդ, ծնող կապ չունի, եթե էգզիստենցիալիզմի մեջ այդ ծնող երեխա խզումը ահա որ ցավոտ է կատարվում, ապա մեքենայացված հասարակության մեջ այդ խզումը ողջունված է, եւ գիտեք ինչու է ողջունվում այդ խզումը։ Մի պարզ պատճառով, մարդը ով սիրում է, նա տառապում է։ Ով տառապում է, նա չի կարող լինել էֆեկտիվ աշխատող։ Իսկ հասարակության կրոնը դա էֆեկտիվ աշխատող լինելն է, այսինքն նոր մեքենայացման սպառման հասարակության մեջ դու ունես միայն մեկ կրոն, լինել էֆեկտիվ աշխատող։ Բավական է դու շեղվես դրանից, դու արդեն կործանում ես ողջ հասարակության մեջքը։ Իսկ անձնական դրաման կարելի է բացառել միայն մի ճանապարհով, բացառելով անձը։ Aldous Huxley-ն վերջացնում է այդ իրոնիկ վեպը, որտեղ այդ վեպի վերնագիր իրոք իրոնիկ է եւ այդ վեպի մեջ խառնված են բազմաթիվ ժանրային ֆունկցիաներ, այնտեղ եւ ֆանտաստիկայի ժանր կա, եւ ուտոպիա կա, եւ անտիուտոպիա կա, եւ տիպիկ մոդեռնիստական վեպի ամբողջ կոմպոզիցիոն համակարգ կա, բայց Aldous Huxley-ն վերջացնում է այդ վեպը նրանով, որ այնուամենայնիվ այլախոհները գնալու են կղզի, այսինքն քաջարի, հրաշալի, կախարդական աշխարհը մնալու է իր տեղում, նա շարունակելու է զարգանալ իր հունով, իսկ այն մարդիկ, ովքեր իրենց թույլ են տվել լինել անհատ, լինել անձ, հա, այլ ոչ թե մեքենայի մաս, նրանք գնալու են կղզի, եւ երևի սա է հասարակության զարգացման այժմյան վեկտորը, կամ դու ապրում ես կոնվեյերի մոտ, կամ դու ապրում ես կղզում եւ ցավալիորեն դեռ ընտրություն չկա։